Բարև ձեզ, եթերում վերելք հաղորդաշարն է։ Երկրի վիճակը, որ փորձենք քիչ բառերով նկարագրենք, ապա հետևյալն է։ Ազգակիր հատվածը գտնվում է անպետություն վիճակում, այսինքն պետություն չունի ինքը եւ պետությունը եւ ազգակիրները գտնվում են կործանման եզրին, հատկապես որ դրսի որոշ միջազգայնագետներ, նաեւ մեր ներսի որոշ միջազգայնագետներ ահազանգում են, որ կա որոշում, այսպես աշխարհի հզորների կողմից, ինչ քաղաքական նպատակադրություններից ելնելով, որ Հայաստան կոչեցյալը պիտի կազմի մաս թուրքական աշխարհի, ներգրավվի այնտեղ։ Թե ինչ ապագա կարող է սպասվել մեզ այդ դեպքում, ինձ թվում է անգամ փոքր, այսքան երևակայություն ունեցողը կարող է պատկերացնել։ Եւ հարցը առաջանում, եթե այդպես է եւ աշխարհի հզորները որոշել են ու մենք էլ պետություն չունենք ազգակիրներս, ինչ կարող ենք անել այդ ստեղծված իրավիճակում, այսօրվանից ինչ ուղղություններով մտածենք, ինչ քայլեր անենք, որպեսզի չուծանանք, չկորենք, այս ամը։ Կա ելք, ասենք, դուք տեսնում եք այս ուղղությամբ ինչ որ առաջարկներ, բացի այն, որ դատապարտում են, քննարկում են, քննադատում են։ Ամենայն դեպս ես ձեզ մի տարբերակ ներկայացրել եմ, որ կոչվում է ազգային վերելքի ուղի, հատկապես դրա ազգային ինքնակազմակերպում հատվածը, որը հենց այսօրյական էր։ Այնտեղ կային տեսական մտածումների բաժիններ, իսկ ազգային ինքնակազմակերպումը, եթե մենք իրականացնում ենք նշածը սխեմայով, ապա մենք հույս ենք ունենում, որ այդ դժվար իրավիճակում կարողանում ենք ազգակիրներին հնարավորինս զերծ պահել իր հայրենիքում ուծացումից։ Որտեղ եթե ազգակիրն էլ ուծացավ, արդեն վերջ, վերականգնել չի լինի։ Ուրեմն, ես որ դա ներկայացնում եմ, որոշ մարդիկ ընկալում են, ինչքան ժամանակ ասում են, այնքան ավելի շատ, եւ Facebook-յան իմ ընկերներից մեկը ինձ ուղարկում է մի տեսանյութ, գրում է, որ այո, պարոն Պիպանյան, ես համաձայն եմ ձեր մոտեցման մեջ այս ստեղծված իրավիճակի համար ճիշտ է, իսկապես ազգակիրների համախմբում է պետք անել եւ ասում է, ուղարկում է մի տեսանյութ եւ ասում այստեղ խնդրում եմ ուսումնասիրեք ինչ հիմքեր լինի, ասենք այդ կառույցը, որ ազգակիրները ստեղծել են, ինչ սյուներ, ինչ արժեքների վրա լինի, ինչ լինի մեր ուշադրության կենտրոնում, ինչ կարելի է սովորել։ Ես ուրեմն հետազոտում եմ այդ տեսանյութը եւ հրապարակում եմ մի տեսանյութ ինչ սովորել հрьяաներից վերնագրով, որտեղ սկզբից էլ ասում եմ այդ հաղորդման, որ մենք նույն վիճակում ենք, զուգահեռում եմ իրականություն, այն ինչ որ հрьяաները եղել են մի քանի դար առաջ, այսօր մենք ազգակիրներս այդ վիճակում ենք, պետություն չկա, հալածական ենք, մեր տեսակը ուզում են լղոզել կրթությունով, մշակույթով եւ ավելի ինչով եւ ինչ որ պիտի ինչ որ բան անենք, չի խանգարի, որ ուրիշներից սովորես, ովքեր եղել են նման իրավիճակում, տեսնես ինչ է ընդունել, ինչ չի ընդունել, ինչ որ բան անես, որովհետեւ մենք ամենայն դեպս ես չգիտեմ մեր փորձից ինչ վերցնենք։ Եվ դա եմ առաջարկում քննենք ինչպես անենք իրենց նման ինչ սովորենք, որ մենք չվերանանք։ Իսկ իրենք ոչ մենք չվերացան, այդ լինելով հալածական, ցրված, սեփական անգամ հողը չունենալով մենք գոնե մեր հողի վրա ենք, ապա իրանք անգամ հզորացան։ Ես սա եմ առաջարկում ակնկալելով, որ ասենք հաշվի առնելով, որ վիճակները նման են, այդպես քննարկում կգնա, ծավալում եւ այլ, բայց քաղաքական դաշտը գնում է իր հին արահետով, ես նախորդ թողարկումներից մեկի ժամանակ ասեցի, մատրիցայի մեջ են, ուրիշների գծած մատրիցայի մեջ են։ Զորարձականք, որոշ արձագանքներ լինում է առանձին անհատներից եւ ինչ են արձագանքում այդ մարդիկ։ Ես հիմա սիստեմավորել եմ, ինչ են ասում։ Ոչինչ չունենք սովորելու հрьяաներից, քանի որ ու գնում է, քանի որ իրենք այս չեն գլսի, չեն գնա այդ տեսանյութը, էլի որովհետև իրենց հարցը պիտի քննենք, ոչ թե մենք իրենցից սովորենք։ Իրենք այս են, իրենք այն են, մենք արարողներս, արարող ժողովուրդ, ինչու պիտի իրենցից սովորենք մենք։ Մենք ինքներս, արարողներս անգամ մեր հարցը չեն կարողանում քննարկել, որ լուծում գտնենք, ուրիշների հարցը պիտի քննենք, ինչպես իրենց հարցերը լուծենք այդ իմաստով, հասկանում եք։ Մենք արարողներս կործանման եզրին ենք ու փոխանակ ինչ որ մտածել անգամ սատանայից սովորեն, որ չվերանան, չեն լսի, չեն տեսնի։ Ինչ եմ արձագանքում ես, հարգելիներս, մարդիկ համակարգ են կիրառել։
այդ համակարգը վերցրեք, որը տարել է, կասեցրել է ուծացումը եւ տարել է վերելքի, համակարգը վերցրեք մեջի բովանդակությունը, ուրիշ ձերը դրեք, որտեղ աշխատած գործիքներ են, հասկանում եք։ Օրինակը բերեմ, որպեսզի պարզենի ծաղիկը, համակարգ է, չէ՞, ինքը ամենի բույսը համակարգ է։ Այդ համակարգից մեկը թույն է սարքում, մեկը մեղու է սարքում։ Հիմա դուք ասեք, քանի որ օձը ծաղիկից թույն է սարքում, ոչ, ծաղիկին մենք չենք մոտենա։ Նույն համակարգը վերցրեք մեղր սարքեք, կամ նույն օձը թույնը խառնեք, բերեք, որ դեղամիջոց ստացեք, այլ էր, չէ։ Սա այն դեպքում, որ մենք գնում ենք կործանման, հասկանում եք, այն ձեր դեմ համակարգի մերձիկ է գործում, իսկ այստեղից ոչ չենք սովորի, ու մահամերձ վիճակ է, հասկանում եք։ Իսկ այդ ինչ էին ասում հрьяաները, որ ասպես ոմանք ազդարեցին, որ ոչ մենք չենք սովորի։ Ինչ էին ասում մարդիկ, ասում եթե դուք հանկարծ պետականազրկված եք, հալածական եք, դժվար վիճակների մեջ եք, առաջնայինը դարձնում եք ձեր երեխաներին կրթության տալը։ Այդ հաղորդումը նայեք, իսկ կարճ ասեմ, որտեղ կրթությունը նպաստում է տեսակի գոյատևմանը։ Կրթված ես, հաջողակ ես լինում ինչ-որ ոլորտներում, դու կարողանում ես գումար աշխատել, կարող ես օգնել քո ազգագիրներին, կարող ես համարում ունենալ ինչ-որ երկրի ինչ-որ ասպարեզներում եւ նպաստես դրանով, որ քո տեսակը ինչ-որ քիչ հարվածներ ունենա։ Վատ բան է։ Աջորդը ինքնավար համայնքներ էին ստեղծում, իրենց միկրոպետություններ, վատ բան է։ Փոխադարձ սատարում իրար մեջ, վատ բան է։ Իդեալ իրենց համար, գաղափար, նպատակ, կրոն էին ստեղծել, որ իրենց պետք է համապարփակ պահեր, վատ բան է։ Մեծ համակարգ կառուցեցին, որ աշխարհում որտեղ է լինես, դու կապի մեջ լինեք նույն կրթությունը, նույն համակարգը, նույն տոները, նույն ծեսերը իրար այդպես ծրված աշխարհում մեկ դուք համակարգ ունենաք, այսպես կառավարելի, այդտեղ եւ օրենսդիր իշխանությունը կար եւ դատական պետություն չունեն, բայց պետություն են։ Վատ բան է։ Եվ հետո ուրիշ տեղեր են գնացել, դա արդեն ուրիշ հարց է, դուք ուրիշ բան դրեք համակարգի մեջ, ուրիշ տեղ գնացեք։ Իսկ այսպես ցակուցրիվ ինչ։ Վատ բան կար էս ամեն մեջ, որ ես ձեզ առաջարկում եմ արգելիներս։ Իհարկե ոչ, բայց մենք չենք կարդա, մենք չենք սովորի։ Մենք սովորենք։ Արդյոք նորություններ ինձ համար սա, որ այսպես պիտի արձագանքեմ։ Իհարկե ոչ։ Ինչպես ասում են, փորձ ունեի։ Երբ որ 2007 թվականին էլի տեսնելով, որ մեր ժողովուրդը չնկարագրեմ, այս որ տեսնում ենք, որ այսպիսին է ինչ-որ շերտեր եւ այլը, հարկավոր է վերափոխել, դեպի ազգ դարձնել, արժե համակարգային փոփոխություն, մտածողության փոփոխություն, այս ամեն ինչի կարիքը կա, եթե չանենք, եւ հա ինչ-որ խնդրում եմ, ինձ հուշում են, ուղղորդում են, գնա ուսումնասիրում եմ։ Եվ գալիս եմ գիրք եմ հրատարակում եւ ասում հարգելին է սա տեսեք համանման իրավիճակ իրենց էլիտան այս քայլերը անելով այս համակարգները կիրառելով կարողացավ իրեն ժողովրդին, որը Եվրոպայի ծաղրի առարկան էր, դարձնել Եվրոպայի այսպես առանցքային ժողովուրդներից մեկը։ Եվ բերում եմ գերմանական էլիտայի օրինակը աշխատանքը, որը կիրառել են սոցիալ-ազգայնականները, ձեր ասած նացիոնալ սոցիալիստները։ Ռեակցիան ոչ։ Չեն գլզի, քանի որ նրանք գնացին այստեղ, գնացին այնտեղ։ Իմ արձագանքը այն ժամանակ հետևյալն էր։ Հարգելիներս, պատկերացրեք դուք ունեք մի հիվանդ հարազատ, շատ ծանր հիվանդ, անկողնում գամված ու չգիտեք կա չկա այսօր վաղը կլինի թե չէ։ Մեկը գալիս ձեզ տեղը առաջարկում, ասում է այստեղ տեսնում եք այս տեղը, որ ձեր հիվանդը խմի, այսքան օր կփրկվի, չի մեռնի։ Դուք նայեք դեղը եւ ասեք ոչ։ Մենք այս դեղը չենք տա, որտեվ կողքի շենքում մեկը էլի այսպես վատ էր, այդ դեղը խմեց, ինքը ճիշտ է փրկվեց, բայց էլ փողոցում ումասես ծեծում էր։ Հիմա հարգելինս ո՞րն է լավ, ձեր հարազատը մեռնի, թե դեղը խմի, ինչ որ երկու օքել ծեծի։ Կամ էլ դու գիտեք, որ այս դեղը փրկում է այդ հիվանդություն։ Պլատ խորհրդակցեք ինչ դոզա տակ, որ ինքը առողջանա, բայց չգնա սրադարան ծեծի։ Ի նկատի ունի որ գերմանացիները ինչ-որ խառնեցին աշխարհը։ Հիմա որը պիտի լինի։
Չէ, մենք իրենցից չենք սովորի։ Ես էլ ասում եմ չեք սովորի, բայց ձեր ժողովուրդը կգնա անխուսափելի կործանման։ Ինչ եղավ։ Էլի չլսեցին 2007-ից անգամից որակումներ տվեցին հայկական ֆաշիզմի հայր, ահա տեսեք ումից են օրինակ բերում։ Ինչ եղավ։ Խորացավ այդ ամեն ինչը։ Դրսից էլ նպաստեցին, որ խորանա 2018-ից հետո արդեն այդ իմացած դեղի հակառակն են ձեզ տալիս, հա, որ հիվանդությունները խոն թանրապես դուք այդ անկողնուց չելնեք էլ կամված մնաք կամ վերանաք։ Սա էր հասկանում եք։ 2018-ից ձեզ հակադեղ են տալի։ Չսովորեցիք։ Եկաք հասանք այսօրվա։ Երբ որ իսկապես հիմա արդեն ժողովուրդն էլ, երկիրն էլ կործանման եզրին են, ասացի ազգակիր հատվածից խլել են պետությունը եւ ինքը հալածվում է հենց այդտեղ իր հայրենիքում։ Ոչ մեկից սովորել չցանկանալով այսօր էլ անշեղորեն գնում ենք դեպի կործանում։ Ես ուզում եմ այս երևույթի անունը գտնել, ինչ է սա նշանակում, էլ եւ ինչպես է հնարավոր բուժել, երբ որ դու գնում ես, ասում ես հարգելի հարազատներ, ձեր հիվանդը, այս հիվանդությունը ունի, եթե դեղերը չխմի, մահանալու է, եթե խմի, այդպես են չէ, որ խմինքը այսպես կինի, գիտես է դեղևիչները խմել եւ այլ եւ այլ։ Ես այս հիվանդության անուն չեմ կարողանում գտնել։ Մահատենչություն է սա, ինչ է։ Ամենայն դեպս, ինչ անենք այս իրավիճակում։ Ինչ օրակարգ ունի քաղաքական դաշտը, այք բուրըն ելույթներ են ունենում եւ ասում մենք հիմա կպատրենք դրանց դիմակը։ Ում եք ինչ բացատրում։ 1900 երկու դարերում ապրած մարդը դժվար է փոխել 2019 թվականի օգոստոսի 1-ին վերել քարտաշարի տաղավարից ազդարարել եմ այսօրվա դրությամբ 19 թվականի օգոստոսին ովքեր որ դեռ հույս են կապում արկա իշխանությունների հետ նրանց ոչինչ մի բացատրեք նրանց համար դիմակներ մի պատռեք ոչ էլ բանավիճեք դուք չեք կարող նրանց փոխել միտքը նրանց կարող է փոխել միայն կյանքը կարող է փոխել որտեղ այդ պահին չեն տեսել ինչ էլ ցույց տակ չի մենակ կյանքը ու կյանքը ասեմ պատերազմից հետո ինչ որ բաներ մի ինչ որ շերտի աչքերը բացեց այսօր արդեն ընդհանրապես իմաստ չունի ինչ որ մարդկանց համար դիմակ պատրել բացատրել թողեք դա պարապ զբաղմունք է դու գնացեք գործեք դրանց հետ ովքեր որ տեսնում են ասել եմ էլի կրկնեմ եթե իշխանությունը միամից լռեն միհագարայի ջրվեժի աղմու խշոցը կլսվի որտեղ ընդդիմադի քաղաքական դաշտ ասելիք չի ունենա ծաման չի ունենա Սա է, ես հասկանում եմ դեռ Հայկ Ասատրյանն էր ահազանգում, որ մենք գտնում ենք մտավոր մակերեսայնության մեջ խեղտող, ու ինքը պատճառնել էր ասում ոգևոր ծորությամբ։ Ու նաև հասկանում եմ, որ քաղաքական գործիչի գործը գործելն է օրվա մեջ, ինքը պիտի արձագանքի իրականությանը եւ արձագանքում է։ Բայց այն մի շերտը, որը պիտի մտածեր, վերլուծեր, խորհեր, ուսմունքներ, հարցերի պատասխաններ բերեր իրականության տար, ախտորոշում տար, վտանգներ հաշվարկել, իրավիճակից ելք առաջարկել, ցավոք սրտի այս շերտը մենք չունենք, շերտ, որ առանձին անհատերգույթ այստեղ այնտեղ կան։ Այս բացը լրացնելու համար, որ ես տասնամյակներ շարունակ այս տառապանքների մեջ եմ, ես դες ներկայացրել եմ ազգային վերելքի ուղի անոնով ինչ-որ մի հատ բարդ համակարգերի մի քանի հարկանի բարդ ու այդ բարդությունն էլ այնպես չի որ ես որոշել եմ ինչքան հնարավոր է բարդ համակարգ դստամ իրականությունից է բխում այնտեղ հիշում եք կար նվիրյալների խորհուրդ որոնք այս նպատակադրված են այս խնդիրները լուծել աշխարհաքաղաքական ուսումնասիրությունների խորհուրդ որը պիտի պարզի այդ ուժերի ծրագրերը որոնք ասենք մեր դեմ գործում են այդ դրանց ծրագրի իմացությունից ու մեր ռեսուրսների հաշվարկից արդեն պիտի բխի մեր անելիքը, հասկանում եք, սա է, պարզել եք սա պարզելն է մեր խնդիրը, հասկանում եք, եթե իս չեք ընդունում այդ աշխարհաքաղաքական ուժերի ծրագրերի առումով ինչ-որ կասկած խնդրեմ, ուրիշ չի լսեք Արթուր Խաչիկյանին, մարդը
մռայլ գույներով իրականությունը ձեզ ներկայացնում է, թե ինչ է լինելու։ Այդ իրականությունը պիտի դնեք ձեր առջև, այդ արտաքին ուժերի ծրագիրն է, հետո նոր մեր ռեսուրսները եւ տեսնեք ինչ կարող եք անել։ Ինչ կարող եք անել, ինչ որ քայլերի համակարգ ես ներկայացնում, վերցրեք դուք արեք։ Պարտադիր չի, որ ես գամ այնտեղ, հասկանում եք։ Հասարակ մարդկանց մոտ ես նկատում եմ այդ ընկալումը։ Մեկը գրել է ռուսերենով, ես այդ ռուսերեն դեպս ճարտար չեմ խոսում, գրել էր «Хотят нас викуривать отсюда». Վիկուրիվացը գիտեք որն է, որ կենթանիներ կան գետնի մեջ ինչ որ ապրում են բների մեջ, ուզում են բանը ծխծխեցնում են, էլի ծխախեղտ են անում, որ ինք թողეთ էս գնա։ Եվ ճիշտ է ասում այդ տիկիներ, հենց այն դա էլ մեզ ուզում են անել, ծխախեղտ անեն, որ ստե էս գնա։ Իսկ սրա դեմ մենք ինչ որ մտածում ունենք, թե ջուրծեցոցի է քաղաքական դաշտում ինչ որ դիմակներ պատրեն, քննարկեն, կնադատեն, ու դրսից էս տալիս են կուտ համատարած վերցրած ինչ որ քննում եք սրանը կարա զրա գլխարկը եւ այլ ու իրենք քննում են ձեր վրա այս հաստատ իմացեք սով կենսանքի չով է զբաղված լուրջ հարցերով զբաղվեք իսկ մտահոգները էլ արդեն հիմա այն պատշգամներից կանալ մի քանի շարժումներ եղավ արդյունք չեղավ հույսերը կորցրել են կողքի չեն կանգնի սա էլ մյուս աղետն է առաջներում գրողների մասին էին ասում օթեղեն իրենց համար ամրոց տեր ստեղծել եւ դուրս չեն գալի մարդկանց մեջ հիմա էս է դժգոհներն են օթեղեն ամրոցներն իհարկե պարփակված են այդ իրենք պատյանների մեջ են այս ամենը հաշվի առնելով քայլերի համակարգ պիտի մենք առաջարկենք այնպես ընդհանրապես չկորենք ես ռափակելով ես հետեւյալն եմ ասում ես համենայն դեպս իմ կարողությունների սահմաններում ինչքան որ փորձառություն ես հերիքել է վերլուծական միտքս հերիքել ես ձեզ ներկայացրել եմ ազգային վերելքի ուղի անունով գործողությունների համակարգ տեղադրված է Live.am կայքում, տեղադրված է Facebook-յան ազգային վերելքի ուղի խմբում, տեղադրված է իմ Telegram էջում, ես ձեզ հորդորում եմ, եթե հետաքրքրեց իմ ասածները, նայեք, հետո խորհրդակցեք։ Իսկ ես ելի կշարունակեմ ավելի բաց, ավելի հանգամանալից ներկայացնել այն քայլերը, որը իմ կարծիքով անհրաժեշտ է անել ինչ որ բան փրկել կարողանալու համար։ Այսօր այսքանը, մինչ նոր հանդիպում։